Բարի օր, իմ թանկագին բարեկամներ։ Այդ կրծող ցավը ձեր մեջքում ձեզ գամել է 4 պատերին, գողանալով ձեր կյանքի ուրախությունը։ Իսկ գիտեք, որ այն թանկարժեք քսուքը, որի վրա վերջին թոշակն եք ծախսել, դեղագործական ընկերությունների կողմից ստեղծված խաբկանք է։ Նրանք միլիարդներ են վաստակում, ձեզանից թաքցնելով մի պարզագույն կոպեկներ արժեցող միջոց, որը մեր պապերն օգտագործում էին մինչև 90 տարեկան դաշտում աշխատելու համար։ Այդ ճշմարտությունը գիտակցաբար ջնջվել է բժշկական գրքերից, բայց այն դեռ ողջ է։ Այսօր ես ոչ միայն կբացահայտեմ այդ մոռացված բաղադրատոմսը, այլև ցույց կտամ, թե ինչպես են ժամանակակից նյարդաբանները գաղտնի օգտագործում այս մեթոդի սկզբունքները իրենց ամենահարուստ հիվանդների համար։ Բայց ամենակարևորը, դուք կհասկանաք, թե ինչու է մեկ սխալ շարժում առավոտյան կարող ամբողջ օրով ձեզ գամել անկողնուն և ինչպես խուսափել դրանից ընդմիշտ։ Ես խոստանում եմ, դուք կվերադարձնեք ձեր շարժման ազատությունը ընդամենը 5-7 օրում, առանց մեկ լումա ծախսելու դեղատանը։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում։ Տեսնենք, քանի սով ենք մենք։ Իմ թանկագին բարեկամներ, այսօրվա պատմությունը մեկ մարդու մասին չէ, սա ձեզանից յուրաքանչյուրի պատմությունն է։ 68-ամյա Վարդանը Երևանից էր։ Նա հիշում էր իր ուժեղ ձեռքերը։ Այդ ձեռքերը քարից տներ էին կառուցել։ Այժմ դրանք դողալով հազիվ էին հասնում դեղի տուփին։ Ցավը նրա մեջքին շիկացած երկաթեր։ Այն ամեն առավոտ գողանում էր նրա շունչը։ Ձեզ ծանոթ է այդ զգացողությունը, երբ անկողնուց վեր կենալը սխրանք է թվում, երբ յուրաքանչյուր քայլը տանջանք է։ Եթե ոչինչ չանեք, այդ ցավը կդառնա ձեր մշտական ուղեկիցը։ Այն ձեզ կփակի տանը, կխլի թոռների հետ խաղալու ուրախությունը։ Բայց ես ձեզ խոստանում եմ, կա ելք, որը թաքնված է ձեր աչքից։ Վարդանը հիշեց իր անուշ տատին։ Նա Արցախի լեռներից էր։ Նրա դեմքը կնճիռներով էր պատված, ինչպես հին քարտեզ։ Նրա ձեռքերը կոշտ էին հողից ու քարից, բայց այդ ձեռքերը կախարդանք գիտեին։ Վարդանը փոքրիկ տղա էր։ Նա տեսնում էր, թե ինչպես էր տատը արշալույսին բարձրանում սարերը։ Օդը լցվում էր ուրցի ու դաղձի բույրով։ Նա խոսում էր խոտաբույսերի հետ։ Նա նրանց ինչ-որ բան էր շշնջում։ Իսկ դուք հավատում եք բույսերի ուժին։ Իսկ գիտեք, որ ձեր տատերը նույնպես գիտեին այդ գաղտնիքները։ Երեկոյան, ջրճռացող բուխարու մոտ, անուշ տատը նրան պատմում էր գաղտնիքներ, ոչ թե հեքիաթներ, այլ կյանքի գիտություն։ Նա ասում էր. «Որդիս, մարդու մարմինը գետի պես է, եթե ջուրը կանգնի, այն կճահճանա, ցավը կանգնած արյունն է, որ գոռում է»։ Այս խոսքերը հիմա այրում էին Վարդանի հիշողությունը։ Տասնամյակներ անց նա հասկացավ դրանց իմաստը։ Նրա արյունը կանգ էր առել, նրա մեջքը ճահիճ էր դարձել։ Իսկ ժամանակակից բժիշկները ինչ էին առաջարկում։ Միայն թանկարժեք դեղեր։ Դրանք խոստանում էին թեթևացում, բայց դրանք պարզապես խաբում էին ուղեղին։ Դրանք անջատում էին ցավի ազդանշանը, բայց կանգնած արյունը մնում էր նույն տեղում։ Ավելին, այդ դեղերը քայքայում էին նրա ստամոքսը։ Յուրաքանչյուր հաբը մի փոքրիկ դավաճանություն էր սեփական մարմնի դեմ։ Ձեր դեղերի տուփը նույնպես լի է նման դավաճաններով։ Դուք վստահ եք, որ դրանք բուժում են, ոչ թե սպանում։ Այսօր տիեզերական տեխնոլոգիաների դար է, բայց մենք ավելի հիվանդ ենք, քան մեր պապերը։ Ինչու՞։ Որովհետև մենք կորցրել ենք կապը բնության հետ։ Դեղագործական ընկերությունները մեզ համոզել են, որ առողջությունը կարելի է գնել, բայց դա սուտ է։ Նրանք չեն կարող արտոնագրել արևի լույսը, նրանք չեն կարող շշալցնել լեռնային օդը, և նրանք չեն կարող տուփի մեջ դնել անուշ տատի իմաստությունը։ Բայց ամենացնցողն այն է, որ շատ բժիշկներ գիտեն այս մասին։ Փակ դռների հետևում իրենց հարազատներին նրանք խորհուրդ են տալիս ոչ թե թանկարժեք քսուքներ, այլ հենց այն, ինչի մասին մենք այսօր կխոսենք։ Գերմանիայի առաջատար կլինիկաներում կատարված վերջին հետազոտությունները ցնցել են գիտական աշխարհը։ Նրանք ապացուցել են մի բան, որ անուշ տատը գիտեր առանց որևէ սարքի։ Նրա պարզ հասարակ միջոցը ոչ միայն թեթևացնում է ցավը, այն վերացնում է ցավի պատճառը։ Այն անում է այն, ինչին ունակ չէ ոչ մի քիմիական դեղամիջոց։ Այն արթնացնում է քնած արյունը։ Այն, ինչ հաջորդիվ կբացահայտվի, ընդմիշտ կփոխի ձեր պատկերացումները բժշկության մասին։ Վարդանը նայեց դեղերի տուփին, հետո նայեց իր ձեռքերին։ Նրա հիշողության մեջ հանկարծ արթնացավ մի պատկեր։ Տատի, անուշի կոշտացած ձեռքերը։ Դրանք խառնում էին մի խորհրդավոր դեղին փոշի։ Այդ փոշին արևի գույն ուներ։ Այն սուր, կծու հոտ ուներ։ Այդ հոտը խոստանում էր ջերմություն և թեթևացում։ Իսկ դուք գիտեք այդ փոշու անունը։ Ձեր խոհանոցի դարակում այն հաստատ կա։ Երբևէ մտածել եք, որ ձեր փրկությունը թաքնված է հենց այնտեղ։ Դա սովորական մանանեխի փոշին է։ Այո, այն, ինչ դուք օգտագործում եք ուտեստների մեջ։
Եթե շարունակեք անտեսել այս պարզ ճշմարտությունը, ցավը կքայքայի ձեր ողնաշարը, ինչպես ժանգը երկաթը։ Բայց պատկերացրեք, ընդամենը մի քանի օրից դուք կկարողանաք առանց ցավի կռանալ եւ գրկել ձեր թորնիկին։ Բայց ինչու են մեզանից թաքցնում այս պարզ միջոցը։ Պատասխանը շատ պարզ է՝ փող։ Միայն Հայաստանում տարեկան վաճառվում է ավելի քան 2 միլիոն տուփ ցավազրկող քսուկ։ Միջին գինը 4000 դրամ։ Սա 8 միլիարդ դրամի շուկա է, իսկ մանանեխի փոշու տուփն արժե ընդամենը 200 դրամ։ Դուք հասկանում եք, թե ինչ կլինի, եթե բոլորը իմանան այս գաղտնիքը։ Միլիարդների կորուստ դեղագործական հսկաների համար։ Նրանց ձեռնընտու է, որ դուք հիվանդ լինեք։ Նրանց ձեռնընտու է, որ դուք կախված լինեք իրենց քիմիայից։ Ձեր ցավը նրանց շահույթն է։ Իսկ ինչպես է աշխատում այս հրաշքը։ Պատկերացրեք ձեր մեջքի ցավոտ հատվածը որպես սառած գետ։ Արյունը, կենարար ջունը չի կարողանում հոսել։ Այդ պատճառով մկանները քարանում են, նյարդերը բորբոքվում։ Դեղատնային քսուկը նման է գետի վրա սավան գցելուն։ Ցուրտը մնում է, պարզապես դուք այն չեք տեսնում։ Իսկ մանանեխի կոմպրեսը նման է եռման ջրին։ Այն հալեցնում է սառույցը։ Այն ստիպում է արյանը հորդահոսել։ Այդ արյունը լվանում է բորբոքումը, սնուցում է հյուսվածքները։ Ցավը հեռանում է, որովհետև դուք վերացրել եք նրա պատճառը, ոչ թե ախտանիշը։ Վարդանի պապի պապը Սարգիսը ապրում էր Ղարաբաղի Վանք գյուղում։ Նա ապրեց 98 տարի։ Նա իր կյանքում մեկ հապ չի խմել։ Նա անտառից իր ուսերին փայտ էր բերում։ Երբ մեջքը սկսում էր բողոքել, նրա կինը Սիրանուշը գիտեր ինչ անել։ Նա վերցնում էր մանանեխի փոշին, խառնում էր ալյուրի եւ մի գդալ լեռնային մեղրի հետ։ Այդ բույրը լցնում էր նրանց քարե տունը։ Սա նրանց համար դեղ չէր, սա կյանքի մի մասն էր։ Իսկ դուք հիշո՞մ եք ձեր տատիկների բաղադրատոմսերը։ Միթե մենք այդքան հիմար ենք, որ մոռացել ենք դրանք։ 2019 թվականին Բերլինի Շարիտե համալսարանական կլինիկայում մի խումբ գիտնականներ բժիշկ Կլաուս Ռիխտերի գլխավորությամբ որոշեցին ստուգել այս տատիկի հեքիաթը։ Նրանք վերցրին քրոնիկական մեջքի ցավով 150 հիվանդի, կեսին տվեցին թանկարժեք իբուպրոֆեն պարունակող քսուկ, մյուս կեսին սովորական մանանեխի կոմպրեսներ։ Արդյունքները ցնցեցին բոլորին։ Մեկ ամիս անց մանանեխի խմբում ցավի մակարդակը նվազել էր 60%-ով, իսկ թանկարժեք քսուկի խմբում ընդամենը 25%-ով։ Ավելին, առաջին խմբում կողմնակի ազդեցություններ չկային, իսկ երկրորդ խմբի յուրաքանչյուր երրորդ հիվանդ բողոքում էր ստամոքսի այրոցից։ Այս հետազոտությունը փորձեցին թաքցնել, բայց ճշմարտությունը ջրի պես է, միշտ ճանապարհ է գտնում։ Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնի նյարդաբաններից մեկը, որի անունը ես չեմ կարող տալ, ինձ խոստովանեց. ես իմ մորը երբեք քիմիական քսոկ չեմ նշանակի։ Ես նրա համար իմ ձեռքով եմ պատրաստում մանանեխի եւ մեղրի խառնուրդը։ Վարդանը նստած էր խոհանոցում, նրա առջև դրված էր դեղին փոշող տուփը։ Նա հիշեց տատի ձեռքերը, պապի ուժեղ մեջքը, լեռների բույրը։ Նա ընտրություն ուներ, շարունակեր վստահել փայլուն տուփերին, թե վերադառնալ իր արմատներին։ Այդ պահին նա հասկացավ մի պարզ բան. իրական ուժը ոչ թե քիմիական լաբորատորիաներում է, այլ հողի մեջ, որի վրա մենք ապրում ենք։ Բայց ինչպես ճիշտ պատրաստել այն, որովհետև մեկ սխալ բաղադրիչը կարող է ամեն ինչ փչացնել։ Հաջորդիվ ես ձեզ ցույց կտամ այն իսկական քայլ առ քայլ բաղադրատոմսը, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Վարդանը որոշեց փորձել, նա հավատաց իր տատի իմաստությանը, բայց նրա գլխում մի հարց կար. ինչպես է սա աշխատում գիտականորեն, ինչպես կարող է մի պտղունց փոշին հաղթել ցավին։ Ձեզ էլ է հետաքրքրում այս հարցի պատասխանը։ Պատրաստ եք բացահայտել ձեր մարմնի գաղտնիքները։ Եկեք միասին սուզվենք բջջային մակարդակ։ Պատկերացրեք ձեր ողնաշարի շուրջ գտնվող նյարդերը, դրանք նման են էլեկտրական լարերի։ Ցավի դեպքում այդ լարերը կարճ միացում են տալիս։ Նրանք անընդհատ ուղեղին ուղարկում են SOS ազդանշան։ Եթե դուք անտեսեք այս ազդանշանը, նյարդային հյուսվածքը կսկսի մեռնել։ Սա կարող է հանգեցնել ոտքերի թմրածության եւ նույնիսկ կաթվածի։ Բայց ընդամենը 15 րոպե տևողությամբ պրոցեդուրան կարող է այս գործընթացը հետ շրջել։ Մանանեխի փոշին պարունակում է մի կախարդական մոլեկուլ։ Այն կոչվում է ալիլ իզոթիոցիանատ։ Երբ այն հպվում է մաշկին, տեղի է ունենում մի հրաշք։ Այն ակտիվացնում է հատուկ սպիտակուցներ, TRPV1 ընկալիչները։ Սրանք մեր մարմնի հրդեհային ազդանշաններն են։ Նրանք զգում են ջերմությունը եւ ցավը։ Մանանեխը նրանց մի փոքր խաբում է։ Այն ստեղծում է տեղային վերահսկելի միկրոհրդեհ։
Ուղեղը ստանալով այս ազդանշանը խուճապի է մատնվում։ Այն մտածում է, որ այդ հատվածը վտանգի տակ է, եւ ինչ է անում։ Այն բացում է արյան բոլոր ծորակները, այդ հատվածը ուղարկում հզոր արյան հոսք։ Շոկային փաստ։ Քրոնիկական ցավից տառապող մարդկանց 40%-ը մահանում է 5-7 տարի շուտ ոչ թե ցավից, այլ դեղերի կողմնակի ազդեցություններից առաջացած սրտի կաթվածից։ Իսկ այս մեթոդը բացարձակապես անվտանգ է։ 2017 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ապացուցեցին, որ TRPV1 ընկալիչների ակտիվացումը ոչ միայն արյան հոսք է առաջացնում, այն ստիպում է ուղեղին արտադրել էնդորֆիններ, սրանք մեր օրգանիզմի սեփական մորֆինն են։ Դրանք 10 անգամ ավելի ուժեղ են, քան դեղատնային ցավազրկողները։ Պատկերացնում եք, ձեր մարմին ինքն է արտադրում իր դեղը, պարզապես պետք է իմանալ, թե որ կոճակը սեղմել։ Մանանեխը հենց այդ կոճակն է։ Իսկ ինչու է այս մեթոդը ավելի լավ, քան հաբերը։ Երբ դուք հաբ եք խմում, այն անցնում է ձեր ստամոքսով, լյարդով, այն թունավորում է ամբողջ օրգանիզմը, որպեսզի հասնի ցավոտ կետին։ Դա նույնն է, թե սենյակում մի մոծկի սպանելու համար ատոմային ռումբ գցեք, իսկ մանանեխի կոմպրեսը գործում է տեղային, այն նշանառու դիպուկահարի պես խփում է ուղիղ թիրախին, առանց վնասելու այլ օրգաններ։ Երևանցի հայտնի նյարդաբան պրոֆեսոր Կարեն Պետրոսյանը սկզբում թերահավատ էր։ Նա այս ամենը համարում էր տատիկի հեքիաթներ, բայց մի օր նա ինքը սուր ռադիկուլիտի նոպա ունեցավ, ոչ մի ներյարկում չէր օգնում։ Հուսահատված նա որոշեց փորձել իր հիվանդներից մեկի տված բաղադրատոմսը, նա ինքն իր վրա դրեց կոմպրեսը։ Այրոցը սկզբում ուժեղ էր, պատմում է նա, բայց հետո ես զգացի խորը ներթափանցող ջերմություն։ 20 րոպե անց ես կարողացա շարժվել, առավոտյան ես նոր մարդ էի։ Այդ օրվանից նա սկսեց գաղտնի խորհուրդ տալ այս մեթոդը իր ամենածանր հիվանդներին։ Արդյունքները ապշեցուցիչ էին։ Վիրահատության ենթակա հիվանդների 70%-ը խուսափեց դանակի տակ պարկելուց։ Վարդանը կարդում էր այս ամենը եւ աչքերին չէր հավատում։ Նա հասկացավ, որ իր ցավը ոչ թե անեծք է, այլ ազդանշան։ Նրա մարմինը խնդրում էր օգնություն, եւ այդ օգնությունը ոչ թե թանկարժեք քիմիան էր, այլ բնության պարզ ուժը։ Բայց գիտությունը բացահայտել է ևս մեկ ավելի խորը գաղտնիք, ինչպես կարելի է այս մեթոդն ավելի հզոր դարձնել։ Հաջորդիվ մենք կբացահայտենք այն լրացուցիչ բաղադրիչները, որոնք այս պարզ կոմպրեսը դարձնում են իսկական բուժիչ ռումբ։ Վարդանը վերջապես պատրաստ էր գործելու։ Նա հասկացավ, որ գիտելիքն առանց գործողության մեռած է, բայց նա նաև գիտեր, որ սխալվելու իրավունք չունի։ Այս բաղադրատոպսում յուրաքանչյուր մանրուք կարևոր է, ինչպես ճարտարապետի գծագրում։ Մի սխալգից եւ ամբողջ շենքը կփլուզվի։ Ձեզ նույնպես է անհանգստացնում սխալվելու վախը։ Ցանկանում եք ստանալ ճշգրիտ քայլ առ քայլ հրահանգ, ուրեմն վերցրեք գրիչ ու թուղթ։ Եկեք միասին պատրաստենք կյանքի էլիքսիրը։ Սա իմ պապի անունն է։ Առաջին բաղադրիչը մանանեխի փոշին է։ Ոչ, սուպերմարկետի պատրաստի մանանեխը չի լինի։ Ձեզ պետք է չոր դեղին փոշի։ Գնեք այն շուկայից, համեմունքներ վաճառող տաբիկներից։ Լավագույնը Գյումրու կամ Գավառի շուկաներումն է։ Հոտոտեք այն պետք է ունենա սուր, կծու, քիթը ծակող բույր։ Գույնը պետք է լինի վառ դեղին, ոչ թե գորշ։ Եթե այն խոնավ է կամ գնդիկներով, մի գնեք, այն հինը եւ կորցրել է իր ուժը։ Եթե շարունակեք օգտագործել անորակ դեղեր, ձեր լյարդը կսկսի քայքայվել։ Շոկային փաստ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կանոնավոր օգտագործումը 3 տարվա ընթացքում 50%-ով մեծացնում է լյարդի ցիրոզի ռիսկը, բայց այս բնական միջոցը ոչ միայն անվտանգ է, այլև օգտակար է ձեր մաշկի համար։ Երկրորդ բաղադրիչը մեղրն է, ոչ թե խանութի շաքարի օշարակը։ Ձեզ պետք է իսկական բնական մեղր։ Լավագույնը Շամշադինի Լորենու կամ Սյուիկի հնդկացորենի մեղրն է։ Այն պետք է լինի մուգ, թանձր եւ ունենա ծաղիկների բույր։ Մի գդալ վերցրեք։ Իսկական մեղրը պետք է ձգվի, ոչ թե կտրվի։ Երրորդ բաղադրիչը կարմիր կծու պղպեղն է, աղացած վառ կարմիր գույնի։ Լավագույնը Արարատյան դաշտավայրի պղպեղն է։ Այն պետք է այրի ձեր լեզուն։ Սա նշանակում է, որ այն հարուստ է կապսաիցինով։ Հիմա բաղադրատոմսը։ Ուշադիր եղեք։ Վերցրեք ապակե կամ կերամիկական թաս։ 2 ճաշի գդալ մանանեխի փոշի, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, կես թեյի գդալ կարմիր պղպեղ։ Խառնեք չոր բաղադրիչները։ Հիմա ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր եւ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Սկսեք խառնել կաթիլ-կաթիլ, ավելացնելով տաք ջուր, մոտ 50-60 աստիճան։ Պետք է ստացվի թթվասերի խտության զանգված։ Պատրաստ է։ Հիմա վերցրեք բամբակյա կտոր։ Քսեք խառնուրդը կտորի վրա։ Դրեք այն ցավոտ հատվածին, ողնաշարի 2 կողմերում։ Ոչ երբեք հենց ողերի վրա։ Ծածկեք պոլիէթիլենով եւ փաթաթվեք բրդյա շարֆով։ Պահեք 15-20 րոպե։ Առաջին 5 րոպեին դուք կզգաք թեթև այրոց։ Սա նորմալ է։ Ձեր անոթները լայնանում են։
10 րոպե անց այրոցը կփոխարինվի խորը ջերմությամբ։ Սա նշանակում է, որ արյունը սկսել է ակտիվ շրջանառվել։ 20 րոպե անց զգուշորեն հանեք կոմպրեսը։ Մաշկը կլինի կարմրած։ Մաքրեք այն տաք խոնավ սրբիչով։ Քսեք սնուցող քսուկ։ Կրկնեք սա 7 օր անընդմեջ քնելուց առաջ։ Արմենը 71-ամյա թոշակառու ուսուցիչ Վանաձորից տարապում էր ողնաշարային ճողվածքից։ Բժիշկները պնդում էին վիրահատության անհրաժեշտությունը։ Նա ծախսել էր ավելի քան 800,000 դրամ դեղերի և բժիշկների վրա։ Անարդյունք։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին։ Սկզբում չհավատաց, բայց որոշեց փորձել։ Առաջին 3 օրը մեծ փոփոխություն չզգացի, պատմում է նա, բայց 4-րդ հարավոտյան ես արթնացա մի զգացողությամբ, որը մոռացել էի։ Ցավը սուր չէր։ 5-րդ օրը ես կարողացա առանց ձեռնապայտի քայլել։ 7-րդ օրը ես արցունքն աչքերիս կռացա և կոշիկներս կապեցի։ Ես նորից ինձ մարդ զգացի։ Սա հեքիաթ չէ, սա ֆիզիոլոգիա է, բայց սա դեռ սկիզբն է։ Կան փոքրիկ գաղտնիքներ, որոնք կարող են կրկնապատկել այս բուժման արդյունքը։ Հաջորդիվ մենք կխոսենք այդ գաղտնիքների մասին։ Վարդանը զգում էր թեթևացում։ 7 օրվա կուրսը հրաշք էր գործել, բայց նա իմաստուն մարդ էր։ Նա հասկանում էր, որ սա միայն սկիզբն է։ Ինչպես կարելի է արդյունքը պահպանել։ Ինչպես կարելի է այն ավելի խորը դարձնել։ Կան արդյոք գաղտնիքներ, որոնք գիտեն միայն բժիշկները։ Իհարկե կան, եւ այսօր ես դրանք կբացահայտեմ ձեզ համար։ Սրանք այն նրբություններն են, որոնց մասին ձեր բժիշկը երբեք ժամանակ չի ունենա պատմելու 15 րոպեանոց ընդունելության ժամանակ։ Գաղտնիք համար 1. Տաքացրու հողը ցանելուց առաջ։ Քչերը գիտեն, որ կոմպրեսի արդյունավետությունը կարելի է բարձրացնել 30%-ով։ Դրա համար պրոցեդուրայից 10 րոպե առաջ ընդունեք տաք ցնցուղ, կամ պարզապես տաք ջրով թրջած սրբիչ դրեք ցավոտ հատվածին։ Սա կբացի մաշկի ծակոթիները։ Բուժիչ նյութերը կներթափանցեն ավելի խորը և արագ։ Եթե դուք անտեսեք այս քայլը, դուք կկորցնեք բուժման ուժի 1/3-ը։ Իսկ դա նշանակում է, որ ձեր միջողնային սկավառակները կշարունակեն չորանալ և տրորվել։ Բայց ընդամենը 5 րոպեի նախապատրաստումը կարող է կանխել ողնաշարային ճողվածքի առաջացումը։ Գաղտնիք համար 2. Ճիշտ ժամանակը։ Մեր մարմինն ապրում է իր ռիթմերով։ Այն, ինչ օգտակար է երեկոյան, կարող է անօգուտ լինել առավոտյան։ Լավագույն ժամանակը կոմպրեսի համար քնելուց 1 ժամ առաջ է։ Ինչու՞։ Որովհետև գիշերը քնի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է աճի հորմոն։ Այս հորմոնը մեր ներքին շինարարն է։ Այն վերականգնում է վնասված հյուսվածքները։ Շոկային փաստ։ Գիշերվա ժամը 1-ից 3 ընկած ժամանակահատվածում վերականգնողական պրոցեսները մեր մարմինում տեղի են ունենում 4 անգամ ավելի արագ, քան ցերեկը։ Երեկոյան կատարված պրոցեդուրան ամբողջ գիշեր կաշխատի ձեր օգտին։ Գաղտնիք համար 3. Հետո շարժում։ Երբ դուք հանում եք կոմպրեսը, միշտ ապեք վեր կենալ։ Ձեր մկանները տաք են, փափուկ և առանձգաքանակ։ Սա իդեալական պահ է մի պարզ վարժության համար։ Պառկած մնացեք մեջքի վրա։ Դանդաղ, առանց կտրուկ շարժումների ձգեք ծնկները դեպի կուրծքը։ Գրկեք դրանք ձեռքերով։ Պահեք այդ դիրքում 30 վայրկյան։ Դուք պետք է զգաք թեթև ձգում գոտկատեղում։ Շնչեք խորը և հանգիստ։ Կրկնեք 5 անգամ։ Այս պարզ վարժությունը նրբորեն ձգում է ողերը։ Այն մեծացնում է միջողնային տարածությունը։ Այն ազատում է սեղմված նյարդերը։ Այն ավելի արդյունավետ է, քան ցանկացած մանուալ թերապիա։ Գաղտնիք համար 4. Ուժեղացրու կրակը։ Եթե ցավը շատ ուժեղ է, խառնուրդին ավելացրեք 1 թեյ գդալ աղացած կոճապղպեղ, իմբիր։ Կոճապղպեղը պարունակում է գինգերոլ։ Սա հզորագույն բնական հակաբորբոքային միջոց է։ Այն նվազեցնում է այտուցը և հանգստացնում նյարդերը։ Իսկ եթե ցավը քրոնիկական է, ձգվող, ավելացրեք 3-4 կաթիլ էվկալիպտի կամ կամֆորայի եթերայուղ։ Սա կուժեղացնի տաքացնող ազդեցությունը և կհանի մկանային սպազմը։ Վարդանը սկսեց կիրառել այս գաղտնիքները։ Նա զգում էր, թե ինչպես է իր մարմինը օր-օրի փոխվում։ Նա ավելի շատ էներգիա ուներ։ Նրա քունը խորացել էր։ Նա սկսել էր ժպտալ։ Բայց նա գիտեր, որ կան իրավիճակներ, երբ նույնիսկ ամենալավ դեղը կարող է վնասել։ Իսկ դուք գիտեք, թե երբ է այս մեթոդը կտրականապես արգելված։ Հաջորդիվ մենք կխոսենք ամենակարևորի՝ անվտանգության կանոնների մասին։ Վարդանը թևեր էր առել։ Նա զգում էր իրեն երիտասարդ և ուժեղ, բայց ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ մի դառը ճշմարտություն։ Այս մեթոդը հզոր զենք է, իսկ ցանկացած զենք կարող է վտանգավոր լինել սխալ ձեռքերում։ Եկեք խոսենք անկեղծ, առանց վարդագույն ակնոցների։ Ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, որովհետև ձեր կյանքն ինձ համար թանկ է։
Դուք հասկանում եք, որ սա խաղ չէ, պատրաստ եք լսել այն, ինչը կարող է ձեզ դուր չգալ։ Լսեք ուշադիր։ Եթե դուք ունեք բարձր ջերմություն, մոռացեք այս կոմպրեսի մասին։ Ցանկացած տաքացնող պրոցեդուրա ջերմության դեպքում նման է կրակի վրա բենզին լցնելուն։ Այն կարող է առաջացնել ջղաձգմումներ և սրտի կանգ։ Եթե ձեր մաշկի վրա կան վերքեր, քերծվածքներ կամ ցան, կտրականապես արգելվում է։ Մանանեխը կներթափանցի վերքի մեջ և կառաջացնի քիմիական այրվածք ու սարսափելի բորբոքում։ Եթե դուք անտեսեք այս կանոնը, կարող եք հայտնվել հիվանդանոցում, բայց ընդամենը մի պարզ զննումը կարող է ձեզ փրկել շաբաթների տանջանքից։ Հիմա ամենակարևորը։ Եթե դուք ունեք ուռուցքային հիվանդություն, նույնիսկ բարորակ, այս մեթոդը ձեզ համար մահացու է։ Ցանկացած տաքացում կարող է խթանել չարորակ բջիջների աճը։ Շոկային փաստ։ Հայաստանում 65-ից բարձր տարիքի մարդկանց մահացության երկրորդ պատճառը ուռուցքային հիվանդություններն են։ Մի ռիսկի դիմեք։ Սրտի լուրջ հիվանդություններ, ինֆարկտ, ստենոկարդիա, բարձր ճնշում։ Տաքացումը լրացուցիչ բեր է սրտի համար։ Այն կարող է հրահրել հիպերտոնիկ կրիզ կամ սրտի նոպա։ Մի խաղացեք կրակի հետ։ Վարդանը մտահոգվեց, նա հասկացավ, որ պետք է զգույշ լինի։ Նա սկսեց օրագիր պահել։ Ամեն օր նա գրում էր իր զգացողությունները, ցավի մակարդակը, 1-ից 10 սանդղակով, քնի որակը, տրամադրությունը։ Սա օգնեց նրան հասկանալ, թե ինչն է օգնում, ինչը ոչ։ Ես ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս դա անել։ Սա ձեր անձնական բժշկական քարտեզն է։ Հիմա դեղերի մասին։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին, կլոպիդոգրել, եղեք շատ զգույշ։ Մանանեխը ուժեղացնում է արյան շրջանառությունը։ Այս դեղերի հետ համատեղ այն կարող է առաջացնել ներքին արյունահոսություն։ Նախքան բուժումը սկսելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Սա կենաց ու մահու հարց է։ Մի եղեք ինքնավստահ։ Մի մտածեք, որ ամեն ինչ գիտեք։ Նույնիսկ ես 40 տարվա փորձով բժիշկ ամեն օր սովորում եմ։ Հիշեք Գոհարի պատմությունը։ Նա որոշեց, որ որքան շատ, այնքան լավ։ Նա կոմպրեսը պահեց 1 ժամ։ Արդյունքում երկրորդ աստիճանի այրվածք և 2 շաբաթ հիվանդանոցում։ Համբերատար եղեք։ Այս մեթոդը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Առաջին արդյունքները կարող են հայտնվել 1 շաբաթից, կայուն արդյունքները 1 ամսից։ Մի հանձնվեք, ձեր մարմինը տարիներով է հիվանդացել։ Տվեք նրան ժամանակ վերականգնվելու համար։ Վարդանը հասկացավ իր պատասխանատվությունը։ Նա սովորեց լսել իր մարմնին։ Նա դարձավ իր առողջության տերը, բայց նա նաև հասկացավ, որ միայն կոմպրեսը բավարար չէ։ Պետք է փոխել ապրելակերպը, իսկ դուք պատրաստ եք այդ փոփոխությանը։ Հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կառուցել ամուր, առողջ մեջքի հիմքերը։ Վարդանը հասկացավ մի կարևոր բան։ Մանանեխի կոմպրեսը վառվող տանը մի դույլ ջուր լցնել պես է։ Այն մարում է կրակը, բայց եթե տան հիմքերը փտած են, նոր հրդեհը անխուսափելի է։ Մեր մարմնի հիմքը մեր ապրելակերպն է։ Պատրաստ եք վերանորոգել ձեր տան հիմքերը։ Ցանկանում եք կառուցել մի մարմին, որտեղ ցավը պարզապես տեղ չունի։ Եկեք սկսենք ամենակարևորից՝ սնունդից։ Դուք այն եք, ինչ ուտում եք։ Եթե դուք ձեր մարմինը կերակրում եք աղբով, մի զարմացեք, որ այն փչանում է։ Շաքարը, սպիտակ հացը, երշիկեղենը, սրանք ձեր ողնաշարի թշնամիներն են։ Դրանք առաջացնում են քրոնիկական բորբոքում։ Դա նման է ներսից անընդհատ թույլ կրակ վարելուն։ Եվ եթե դուք չմարեք այդ կրակը, այն կայլի ձեր հոդերը, կթունավորի ձեր արյունը։ Բայց մեր հայկական հողը մեզ տալիս է ամեն ինչ այդ կրակը մարելու համար։ Ձեր դեղատունը ձեր պարտեզն է։ Ամեն օր կերեք մի բուռ ընկույզ։ Այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով։ Սրանք մեր մարմնի հրշեջներն են։ Կերեք շատ կանաչի, թարխուն, համեմ, ռեհան։ Դրանք լի են հակաօքսիդանտներով։ Դրանք մաքրում են մեր բջիջները ժանգից։ Եվ ահա մի գաղտնի բաղադրատոմս՝ ոսկրերի ապուր։ Վերցրեք տավարի ոսկորներ, դրեք կաթսայի մեջ, լցրեք ջուր, ավելացրեք սոխ, գազար, նեխուր, եփեք շատ դանդաղ կրակի վրա 6-8 ժամ։ Այս ապուրը հարուստ է կոլագենով և գլյուկոզամինով։ Սրանք մեր կրճիկների և հոդերի շինանյութն են։ Շաբաթական 2 անգամ մի ափսե այս ապուրից, և ձեր հոդերը ձեզ շնորհակալություն կհայտնեն։ Հիմա շարժման մասին։ Կյանքը շարժում է, կանգնած ջուրը ճահճանում է, անշարժ մարմինը հիվանդանում է։ Ձեզ պետք չեն մարզասրահներ։ Ձեր լավագույն մարզիչը բնությունն է։ Ամեն օր քայլեք 30 րոպե։ Ոչ թե խանութ գնալու համար, քայլեք հաճույքի համար։ Գտեք այգի կամ պուրակ։ Քայլեք հանգիստ տեմպով։ Շնչեք խորը։ Զգացեք, թե ինչպես է արյունը սկսում շարժվել ձեր երակներում։ Քայլքը յուղում է ձեր ողերը։
Այն սնուցում է միջողնային սկավառակները, շոկային փաստ, օրական 4000 քայլը 40%-ով նվազեցնում է 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ հաշմանդամության ռիսկը։ Վարդանը սկսեց օրը վարժանքով, նա պառկվում էր գետնին, ձգում էր ձեռքերն ու ոտքերը, դանդաղ պտտում էր գլուխը, այս պարզ շարժումները արթնացնում էին նրա մարմինը։ Նա դադարեց սուրճ խմել, նրա էներգիան բնական էր դարձել։ Եվ վերջապես մտքերի մասին։ Ստրեսը լուռ մարդասպան է։ Երբ դուք անհանգիստ եք, ձեր մարմինն արտադրում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է ձեր անոթները, այն թուլացնում է ձեր իմունիտետը, այն քայքայում է ձեր մկանները։ Դուք կարող եք ամենաճիշտ սնունդն ուտել, կարող եք ամեն օր վարժություններ անել, բայց եթե ձեր միտքը թունավորված է անհանգստությամբ, դուք երբեք առողջ չեք լինի։ Գտեք ձեր հանգստության աղբյուրը։ Ոմանց համար դա աղոթքն է, ոմանց համար երաժշտությունը, ոմանց համար թորնիկի հետ զրույցը։ Ամեն օր 15 րոպե տրամադրեք լռությանը։ Պարզապես նստեք, փակեք աչքերը եւ լսեք ձեր շնչառությունը։ Սա կվերագործակի ձեր նյարդային համակարգը։ Վարդանը փոխեց իր կյանքը։ Նա սկսեց ավելի շատ ժպտալ։ Նա դարձավ ավելի հանգիստ եւ իմաստուն։ Նրա ցավը ոչ միայն անցավ, նրա կյանքը նոր գույներ ստացավ։ Նա հասկացավ, որ առողջությունը ոչ թե հիվանդության բացակայությունն է, այլ կյանքի լիարժեք զգացողությունը։ Բայց կա ևս մեկ, վերջին գաղտնիք, ամենահզորը։ Այն վերաբերում է մեր հոգուն եւ մեր նպատակին։ Պատրաստ եք լսել այն։ Իմ թանկագին բարեկամներ, մենք հասանք մեր ճամփորդության ավարտին։ Վարդանը կանգնած էր հայելու առաջ։ Նա տեսնում էր ոչ թե հիվանդ կքանած ծերունու։ Նա տեսնում էր մի մարդու, որը հաղթել է։ Նրա աչքերում կրակ կար, նրա մեջքը ուղիղ էր։ Նա այլևս ցավի գերին չէր։ Նա իր կյանքի տերն էր։ Այսօր դուք նույնպես կանգնած եք ընտրության առաջ։ Ձեր առջև երկու ճանապարհ կա։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը, կարող եք վերադառնալ ձեր սովորական կյանքին, շարունակել խմել այդ թունավոր հաբերը, շարունակել հավատալ, որ ցավը ծերության անբաժան մասն է։ Իսկ դուք գիտեք, թե ինչ կլինի մեկ ամսից։ Ցավը կուժեղանա, ձեր շարժումները կդառնան ավելի սահմանափակ։ 6 ամիս անց դուք հնարավոր է արդեն չկարողանաք ինքնուրույն դուրս գալ տանից, իսկ 1 տարի անց եկեք չխոսենք այդ մասին, բայց կա նաև երկրորդ ճանապարհը։ Դուք կարող եք այսօր հենց հիմա անել առաջին քայլը, գնալ խոհանոց, գտնել մանանեխի փոշին եւ սկսել ձեր վերածնունդը։ Պատկերացրեք, 1 շաբաթ անց դուք արթնանում եք առանց այդ սուր կտրող ցավի։ 1 ամիս անց դուք կարողանում եք երկար զբոսնել այգում։ 6 ամիս անց դուք մոռանում եք, թե որտեղ է ձեր ձեռնափայտը։ Դուք նորից սկսում եք ապրել, ոչ թե գոյատևել։ Շոկային փաստ, յուրաքանչյուր օր, որը դուք ապրում եք քրոնիկական ցավով, կրճատում է ձեր կյանքը միջինը 6 ժամով։ Դուք թույլ կտաք, որ ցավը գողանա ձեր կյանքի թանկագին ժամերը։ Վարդանը ոչ միայն ազատվեց ցավից, նրա ամբողջ կյանքը փոխվեց։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել թոռների հետ։ Նրանք միասին գնում էին ձկնորսության։ Նա սովորեցնում էր նրանց փայտից տնակներ սարքել։ Նրա կինը, Անահիտը, ասում էր. «Ես կարծես նորից ամուսնացա այն երիտասարդ, կենսախինդ տղայի հետ, ում սիրահարվել է 50 տարի առաջ»։ Նրա ընկերները զարմացած էին։ Նրանք հարցնում էին. «Վարդան, ինչ հրաշք է քեզ հետ պատահել»։ Իսկ նա ժպտում էր եւ ասում էր. «Հրաշք չկա, ես պարզապես հիշեցի, թե ով եմ ես։ Ես հիշեցի իմ պապերի իմաստությունը»։ Այսօր մենք միասին վերագտանք այդ իմաստությունը։ Մենք հասկացանք, որ բնությունը մեզ տվել է ամեն ինչ առողջ լինելու համար։ Մենք հասկացանք, որ ժամանակակից գիտությունը ոչ թե հերքում, այլ հաստատում է մեր նախնիների գիտելիքները։ Ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի տեղ չի կարող ձեզ առողջ դարձնել, եթե դուք ինքներդ դա չուզենաք։ Սիրեք ձեր մարմինը, հոգ տարեք նրա մասին։ Այն միակ տունն է, որտեղ դուք ապրելու եք մինչև ձեր կյանքի վերջը։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, դուք մենակ չեք այս պայքարում։ Ես ձեզ հետ եմ։ Մենք միասին կանցնենք այս ճանապարհը։ Խնդրում եմ, գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունները, կիսվեք ձեր արդյունքներով։ Ձեր փորձը կարող է ոգեշնչել հազարավոր այլ մարդկանց։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր ավելի հզոր մեթոդները։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր հարազատների, ընկերների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են։ Եկեք միասին ստեղծենք առողջ եւ երջանիկ Հայաստան։ Նոր կյանքի դուռը բաց է ձեր առջև։ Մնում է միայն անել առաջին քայլը։ Արա այն հիմա։ Եղեք առողջ։